Քանի որ Հայաստանն ու Ամերիկան ունի երկկողմանի հարկման պայմանագիր, համաձայնագիր, Հայաստանի ինվեստորը մուծելու է 30% հարկ։ Իսկ Ղազախստանի ինվեստորը մուծելու է 10% հարկ։ Գեոպոլիտիկ պատճառներից ելնելով որոշվեց, որ Հայաստանում դա կլինի։ Հայաստանը այն հին Հայաստանը չէ, ու ինքը իրոք կամուրջ է։ Տասնյակ տարբեր հետաքրքիր մարդիկ ինձ մոտեցան, հետաքրքրություն ցույց տվեցին դեպի Հայաստան։ Կապը տասնյակ տարիներ ձևավորել է մի ուղղությամբ։ Ամերիկայից պիտի բերենք տարբեր ոլորտների կայացած մարդկանց։ Մեր պրոյեկտներն են փոխվել, թե մեր հանդեպ վերաբերմունքն է սկսել փոխվել։ Կան հայեր մարդիկ, որոնք աշխատում են միջազգային կազմակերպություններում, որոնք ոչ թե որոշ աշխատում են արժեք են բերում։ Ողջույն ընկերներ, այսօրվա իմ հյուրն է Հայկ Մարգարյանը, ով սկսել է իր կարիերան Հայաստանում, Իգոր ծրագրի շրջանակներում, հետո ղեկավարել է նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը կից էկոնոմիկայի նախարարությանը եւ հիմա հոգաբարձուների ժողովի անդամ ICC Արմենիայում եւ ազգային համակարգող ՄԱԿ-ի գրասենյակներում, որոնք որ գտնվում են Նյու Յորքում կամ Կոպենհագենում։ Ողջույն Հայկ ջան, շատ ուրախ եմ, որ համաձայնվեցիր հյուրընկալել իմ ոդկասթը։ Շատ հաճելի է, որովհետև երկուսս գրեթե սկսել էինք մեր առաջի քայլերը Հայաստանում նույն ժամանակ, ու իմ համար շատ կարևոր էր նայել քո ճանապարհին, քանի որ դու ոնց որ ճանապարհը իր մեզ ցույց տալիս, թե իրականում կա ապակա պետական ոլորտում թե ոչ, որովհետև բոլորս հոգուխորքում հավատում ենք, ու հավատում ենք երևի, որ ամենամեծ հաճույքը դա ծառայելն է մեր պետությանը ու մեր պետության կողմից ծառայել մեր ժողովրդին։ Դու հսկայական ջանքեր գործածիր, որպեսզի այդ ճանապարհը անցնեիր, ու հիմա կարելի ասել ազատ ես պետական ծառայությունից, բայց չնայած այդ ազատության ավելի երեգրետ զբաղված ես, քանի որ ամեն օր, ինչպես նշած է մեր ծծանակում, ներկայացնում ես Հայաստանը դրսի ներդնողներին։ Կպատմեիր երկու բառով, թե ինչով է զբաղվում Հայկ Մարգարյանը հիմա այս պահին։ Առաջան շատ շնորհակալություն, որ հրավիրեցիր։ Մենք շուտվանից իրար ճանաչում ենք, դու էլ մեզ օրինակ ցույց տվեցիր, ինչպես կարելի գալ Հայաստան, մի քանի հաջողակ բիզնեսներ հիմնել, զարգացնել մեր երկրում, ոչ թե միայն ուրիշ երկրներում։ Մենք էլ քեզանից լիքը բան ենք սովորում, առաջան։ Երկու բառով ասեմ, հիմա շատ ճիշտ ներկայացրեցիր, քանի որ բայց ներգրաված եմ մի քանի օֆիցիալ պաշտոններում, բայց գլխավոր ֆունկցիան Global Investor Relations ու գլխավորը ներկայացնել Հայաստանը ոչ թե որպես կառավարության անդամ, բայց նաև այն մարդը, որ շատ լավ ծանոթ է էկոսիստեմայում ու կապ ունի եւ ՄԱԿ-ի ծրագրերի հետ եւ միջազգային առևտրի պալատի եւ բոլոր պետական նախկին անցած ծրագրերը ձեռներության հետ կապված ներկայացնել միջազգային հանրությանը ու այն ներդրողներին, որոնք քիչ թե շատ հետաքրքրված են մեր երկիր կան եւ առաջի փուլը դիտարկեն ներդրում անել Հայաստանը։ Իրականում, երբ որ խոսում ենք ներդրումների մասին, դա շատ ցինիկ աշխարհ է։ Այսինքն ներդնողները մեծ ֆոնդեր են, կամեջեր, family office կոչեցածներ են, ընտանեկան օֆիսներ են, որոնք որ նայում են խորը հնարավորություններին եւ ռիսկների բաղադրությունը։ Երբ որ դու Հայաստանը ներկայացնում ես, ինչ դժվարություններին ես հանդիպում ներկայացնելիս Հայաստանը, ու ինչ հաջողություններ կարաս ասել, որ ստացվում է հաղթահարել, այսինքն դժվարություններ հաղթահարել ու նվաճել հաջողություններ ըստ քո փորձի։ Գիտես Արաջան, ես անձամբ ներդրումներ թե անցած ճանապարհ ես private sector-ում մեր մասնավոր բիզնեսները հետո միանգամից պետական ոլորտ Հայաստանում նոր սկսում եմ ես քիչ թե շատ իմ գումարներով մասնակցել ներդրումների մեջ, բայց այստեղ կարևորը ես ինչ տեսնում եմ, այս ճիշտ բառը relations, այդ relations-ից շատ եւ կոմունիկացիաներից ճիշտ շատ մեծ բան է կախված ու ազդեցություն կարող է լինի, որ գնում ես շատ եմ տարբեր երկրներ գնում, հանդիպում մարդկանց հետ,
ովքեր ունեն ազատ ֆոնդեր, family office-ների ղեկավարները, investment կամպանիաների հիմնադիրները, ղեկավարները, private investor-ները, իրենք իրանց գլխավոր որոշում կայացող բաղադրիչներից մեկը վստահություն է։ Հիմա շատ կարևոր է այդ վստահությունը ու մարդկանց հետ մտնես այն հարաբերությունների մեջ, ոչ թե ծանոթանաս, ներկայացնես ծրագրերը աշխարհում բավական շատ են, բայց այն տիպի պարզ եւ բաց հարաբերությունների մեջ իրենց հետ մտնես, վստահելի որ կապ ստեղծվի ու իրենք այդ առաջի քայլը անեն, որ իսկապես առաջի սկանը անցնես, իրենք ես իմ փորձից ելնելով ասեմ, որ այդ մարդիկ շատերը իրենք խորը պսիխոլոգ են, իրենք հասկանում են առաջի կետերից դիմացի մարդը ինքը թաքցնելու բան ունի, բարձ է խոսում քո հետ, սխալ բաներ է ասում, թե ուզում է քեզ շահագործի, մանավանդ արաբական երկիրներում ես դա զգացել եմ, իրենք մի քանի այսպես սկան են անում, մինչև արդեն որոշում կայացնել այդ մարդու հետ պետք է գործարքի մեջ մտնել, չէ՞, որ եթե համեմատում ես ուրիշ երկրների հետ, օրինակ մենք շփում ենք շատ միջազգային բանկերի հետ ու երբ որ գործարքը հասել է արդեն կատարմանը, մենք իմացել ենք sense արելի ֆակտոր, օրինակ միջազգային բանկերը ամերիկյան մեծամասամբ ընդհանրապես ներքին համակարգում կարող է ունենան ընտրած, որ Բոլիվիայի, չգիտեմ, օրենսդրությունը մենք հետազոտել ենք, ինքը օքեյ է մեր համար գործարք կատարելու համար, բայց ու հասկանում ենք իրենց ֆինանսական կառույցները, երբ որ գալիս է Հայաստանին, դուրս է գալիս, որ շատ կառույցներ ներսում ոնց որ այդ օքեյը դրած չեն եղել, որովհետև երբեք գործարք չեն ունեցել Հայաստանի հետ։ Հաճախակի է կոմոդ ստացվում, որ դու առաջինն ես Հայաստանից, ով որ շփվում է մեծակույն բանկերի, ֆոնդերի կամ շեյխերի հետ, թե դու որ երբ որ շփվում ես, իրենք ասում են, քեզանից առաջ Արմենին էինք ճանաչում, Վազգենին, շատ լավ մարդիկ էին, թե հակառակ ասում են, Վազգենը ոնց որ կորամ։ Ինչ տպավորություն է սովորապես Հայաստանի մասին այդ մարդկանց մոտ ձևավորված, թե ընդհանրապես կա այդ տպավորությունը, թե դու զրոյից ես ձևավորում։ Շատ կարևոր հարց է առաջան իմ փորձից ելնելով, նորից ասեմ, կարող է դեռ լրացուցիչ չեմ կարող կարծիքը ասել, որովհետև դե մեր երկիրը արդեն տասնյակ տարիներ ազատ շուկայի մեջ է, բայց ես ինչ տեսնում եմ, որ մենք շատ ներկայացված չենք, օրինակներից մեկը այս վերջերս Աբու Դաբի գլխավոր սամիթներից մեկը, որը ինձ հրավիրել էր Էմիրությունների էկոնոմիկայի նախարարը, մասնակցեցի, Հայաստանից օֆիցիալ մարդ չկար մասնակցող ու ով ասես այնտեղ ներկայացված էր, ոչ թե միայն խոսում էին, բայց շատ խորը relations ձևավորում էին իրար հետ, Rothschild Foundation-ի ղեկավարը, այնտեղ լիքը family office-ների ազիական, ամերիկյան, մրցակից երկրներից շրջանային։ Այո, եթե այսպես համեմատենք Ադրբեջանը առանցին round table մեծ արեց, Ադրբեջան UAE Investment Relations։ Իսկ Հայաստանի կողմից ցավոք մարդ ներկայացված չկար, ու քանի որ նորից իմ ու իրենց արաբական իմիրությունների որոշում կայացողների հետ բավական լավ հարաբերությունները իրենք ինձ հրավիրեցին, բայց պանելային քննարկման ժամանակ նախատեսված չէր, որ ես պետք է խոսեմ, այսպես մի ժամ առաջ վազելով իր օգնականը եկավ, ասեց կարող եք մենք ուզում ենք, որ Հայաստանի կողմից էլ մի մարդ խոսի, որ ում մենք վստահում ենք, որ ներկայացնի ինչ է կատարվում Հայաստանում։ Ժողովուրդը ուզում են իմանալ ու առանց պատրաստելու ես իհարկե գնացի խոսեցի, ես ասեմ մենակ այդ խոսքից հետո բարձ ասեմ տասնյակ տարբեր հետաքրքիր մարդիկ ինձ մոտեցան հետաքրքրություն ցույց տվեցին դեպի Հայաստան, որ իրանց համար նոր երկիր է, իրանց դե նայած ինչպես կներկայացնեց, իրանց համար շատ հետաքրքիր է ծանոթանալ կան, հիմա Հոնկոնգի family, բավական մեծ family office-ի ղեկավարության հետ արդեն մենք այն փուլի մեջ ենք մտել, որ 10 հոկտեմբերին ստացվի իրենց գալը այստեղ, որոշ ներդրումներ դիտարկենք ու իհարկե ոչ միայն Հայաստանը, որովհետև կարող է գիտես նորից իմ փորձից ելնելով առաջին ներդրումը
մեր օգնությամբ իրենց անեն ուրիշ երկրում, Եվրոպական կամ Ցենտրալնա Ազիացի Կազախստան, այս վերջի օրինակներից մեկը չինացի կարեցին ներդրում, բայց որ ներդրումը շատ հաջողակ կատարվում է, ավելի շատ վստահություն ձեռք բերում ես ու իրենց հրավիրում ես, ասում ես եկեք նայենք, ավելի կարող է փոքր շուկա, բայց որպես ռազմավարական շատ մեծ պոտենցիալ ունեցող շուկա, իրենք գալիս են Հայաստան, նորից այդ օրինակներից մեկը, որ նույն չինացիք այս վերջերս կես տարի առաջ բերեցի Հայաստան, Կազախստանի ներդրումներից հետո բերեցի Հայաստան, հիմա արդեն հոկտեմբերին պլանավորում են, որ այստեղ իրենց demonstration zone, իրենց Expo կենտրոնը պետք է բացվի Հայաստանում։ Հոյակապ։ Եթե հետ վերադառնանք քո առաջի քայլերին, ու ինչպես ստացվեց, որ դու լինելով Կանադայում մեծ փորձ կրթական ձեռք բերելուց հետո ուզեցար դիմեիր Իգոր ծրագրին, որտեղ որ աշխատավարձը ինչքան հիշում եմ $400 էր։ Ու գիտենալով, որ դու ունեիր արդեն ընտանիք, ինչքան հիշում եմ փոքր երեխա, ծախսերը ունենալով գնացիր այդ ռիսկին ու այդ կարելի ասել ոչ ռացիոնալ քայլին դիմեցիր, ինչն էր քեզ դրդում ու դու գոհ ես քո ճանապարհից, որ անցել ես։ Ես ասեմ, այս վերջի 5 տարի համար այնքան մեծ փորձ էր ու ոչ միայն Հայաստանի հետ կապված։ Ինձանից լավ գիտես Արոջան, այստեղ տարբեր երկիրների եւ տարբեր մասնագիտությունների էքսպերտիզա ունեցող մարդկանց հետ առնչվում ես ու շատ մեծ փորձ ես ձեռք բերում եւ գործերի մեջ ու Հայաստանը հիմա իմ համար ես դիտարկում եմ որպես մեր տունը, այստեղ մեր գլխավոր կենտրոնն է, որի արդեն միջոցով մենք գնում ենք տարբեր ուրիշ տեղեր ու այդ կապերը հաստատում ենք, բայց ես ընդհանրապես չեմ դժգոհում, իմ համար երազանք էր, մի պա արդեն հասկացա, որ պետք է ինձ կապեմ քիչ թե շատ իմ երկրի հետ, քո օրինակով մի պա մտածում ենք գինու գործարանի ծրագիր աղբորս հետ, բայց այդպես ստացվեց, որ պետական ոլորտում շարունակեցի, բայց ընդհանրապես չեմ դժգոհում, մանավանդ որ դու ասում ես երեխայի մասով, երեխաները շատ ուրախ են այստեղ, կինես բոլորս, բայց իհարկե կա որոշ challenge-ներ, որի մասին հետո կարող եմ ասել։ Այդ մարտահրավերները իրականում փոքր չեն, բայց եթե ընդհանուր գումարում ես դրական եւ բացասականը, ամենայնպես իմ պարագայում ես շատ գոհ եմ, որ երեխաներս կրթվում են ու մեծանում են հայկական մթնոլորտում ու Հայաստանի քաղաքացի հենց պետական մտածելակերպով։ Եթե վերցնենք առաջի քայլերը ու դու երբ հասկացար, որ ասի Հայաստանը այն հին Հայաստանը չէ ու ինքը իրոք կամուրջ է տարածաշրջանում, որտեղ որ դու, ինչպես ներկայացրիր, կարող ես կապես ոչ միայն Հայաստանի ձեռներեցին ու միջազգային ֆոնդերին կամ գործարարներին, նաև դու կարող ես լինես շրջանային թեմաների մեջ, Ղազախներին կոպիտ ասած, մի հատ պրոյեկտի մեջ ներգրավեց, որ նոր կարող է իրենք ամիջապես կարողանային կապ թողել, բայց դու ոնց որ տեսնում ես դերը Հայաստանի ու քո, որ լինեց այդ կապող կամուրջը ընդհանուր շրջանում, երբ դու զգացիր, որ իրոք Հայաստանը դառնում է կամուրջ շրջանային։ Գործողումների ժամանակ ես զգացի, որ մարդիկ ու վագանկայացած մարդիկ ու ռեսուրս ունեցող մարդիկ հետաքրքրություններ ցույց տալիս են դեպի Հայաստան, դաշտը իմ կարծիքով շատ բաց է, կարելի ասել այս տնտեսական դիպլոմատիայի դաշտը, որը այս բային իմ կարծիքով ազատ է, ես լիքը միշտ շաբաթական մի 3-4 տարբեր երկրների դեսպանների հետ եմ հանդիպում ու իրենք շատ ասում են, որ այդ մի բացը կա, հա, կա ինստիտուտներ, կառույցներ, որոնք policy maker են, բայց ռեալ սիստեմատիկ աշխատող իմպլեմենտացիոն անող կամ կառույցներ կամ անհատներ իմ կարծիքով շատ քիչ են ու որ դու մտնում ես այդ դաշտի մեջ, տեսնում ես այնքան անելիքներ կան ու այս մեր վերջի զարգացումներից հետո մենք տեսնում ենք օգոստոսի 8-ին, որ ստորագրվեց ԱՄՆ-ում։ Ես կտրուկ տեսա միանգամից բարձրացում հետաքրքրությունը դեպի Հայաստան
ու հենց հիմա էլ մի քիչ կարող է դաժե փակագծերը բացեմ վարչապետի հետ ուղիղ կոորդինացմամբ ես ղեկավար կազմի մեջ եմ, որ ԱՄՆ-ից բերենք բարձր մակարդակի high profile բիզնեսմեններին եւ պոլիտիկներին, որոնք հետաքրքրված են արդեն ստրատեգիկ ներդրումներ դեպի Հայաստան։ Ու մենք միանգամից տեսանք այդ զարգացումները։ Հոյակապ, եթե համեմատենք, անգամ երևի չէր կարելի երազել դրա մասին մի 10 տարի առաջ, բայց փորձում եմ խուսափել գեոպոլիտիկայի մասին խոսակցություններին, բայց որտեղ բիզնես կա ու բիզնես ռիսկ կա, գեոպոլիտիկան այդ բիզնես ռիսկի բաղադրիչների մեծ մասն է։ Դու ինչպես ես գնահատում այդ բիզնես ռիսկի, այսինքն գեոպոլիտիկայի ռիսկը նվազել է կտրուկ, թե որովհետև մենք հիմա տեսնում ենք, որ մեր մրցակիցները փորձում են մի քայլ հետ տան, ոնց որ մենք տեսնում ենք ընդհանուր շարժը ոչ թե միակողմ գնում է առաջ, այլ երկու քայլ առաջ, մեկ երկու քայլ հետ, մեկ երկու քայլ առաջ, մի քայլ հետ։ Ընդհանուր քո կարծիքով շարժը դեպի առաջ է, թե մենք նույն տեղն ենք կանգնած, ուղղակի մեզանից ոնց որ ժամանակ են խլում, քո տպավորությունը ինչպես է։ Իմ կարծիքով մինչև մոտավորապես այս պահը այդպես էր, ինչպես դու ներկայացրեցիր, Արարատ ջան, շարժ չկար։ Մենք կարող ենք թվերով նայենք, կարող է տարբեր պատճառներից ելնելով որոշ շարժ նկատենք, բայց ռեալ ես շատ ծրագրեր պրակտիկ ճիշտ է որ ասեմ չէի տեսնում օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Հիմա ես դե իհարկե դեռ իրականացված չկան մեծ ներդրումային ծրագրեր, բայց որոնցից մեկը այս Nvidia-ի հետ կապված AI data center AI factory-ին, որը նորից մասնակցությամբ ԱՄՆ-ի եւ դեսպանատունը եւ որոշ կառավարության ղեկավարության անդամները եւ Հայաստանի կողմից դա ես ասեմ նաեւ ռազմավարական քայլ է, որովհետեւ տարիներ Վրաստանի հետ էր քննարկվել, որ Վրաստանում պետք է իրականացվի, ինչպես ինձ ասել են մեր վերացի պարտներները, բայց գեոպոլիտիկ պատճառներից ելնելով որոշվեց, որ Հայաստանում դա կլինի ու նաեւ հաշվի առնելով մեր որը իմ կարծիքով նորից ռեալիզացված պոտենցիալ չէ, մեր սպյուրքի ուժը, որ սպյուրքը ցանկացած համարյա թե նորից որ գնում եմ տարբեր երկիրներ մեծ կորպորացիաների հետ եմ հանդիպում կամ մի հայ կհայտնվի էլի բավական մեծ պաշտոնում կամ մի մարդ, որը հայերի նկատմամբ շատ լավ հիշողություն, ջերմ կապ ունի, այս վերջերս որ կազմակերպությունը Qualcomm մեծ տեխնոլոգիական ընկերություն է, Qualcomm, Nvidia-ի մրցակիցն է։ Այո, եթե չեմ սխալվում, կամ պրեզիդենտներ կամ վիցե-պրեզիդենտ Լեբանանից իր հետ Դուբայում հանդիպեցի, որ իմացավ հետո մի քանի րոպե հետո իմացավ, որ ես հայ եմ, եկավ ինձ գրգեց, ասեց Լիբանանում հայերը իմ համար որպես ընտանիք էին, ես այնքան լավ հիշողություններ ունեն, արդեն կարելի ասել առաջի քայլը արված է այդ ջերմ կապը ստեղծելու համար, մնացել է արդեն պրակտիկ դու ինչ կներկայացնես։ Հետաքրքիր է, չէ՞, եթե գլոբալ նայում ենք, մենք ունեցել ենք հայությունը Արևմտյան Հայաստանում, որ նոր հիմիկվա Թուրքիայի տերիտորիան է ու չեն կարողացել շարունակել ապրել, այսինքն ցեղասպանությունից հետո բնակչությունը ջնջվել է ու կա Արևելյան Հայաստանը, որ նոր նախկին ռուսական կայսրության հայության մասնիկն է, որտեղ որ Հայաստանը ձևավորվել է ու երբ որ նայում ես հին կադրերը, ամեն ինչ որ ձևավորվել է այդտեղ, այսպես կամ այնպես կապված է կամ խորհրդային տարիների կամ չէ ռուսական կայսրության հետ, այսինքն կրթությունը, գիտությունը, բնակչությունը դե բնականաբար շատ մարդիկ փախել են եղեռնից հետո, մի քիչ երկար եմ զգում, բայց ուզում եմ որ դու պատկերացնես թե ինչ հետաքրքիր է, թե ինչ խնդիրներ են լուծել մեր գիտնականները ու ինչ ով է եղել պատվիրատուն,
Մենք լսել ենք, որ Մերգելյան համալսարան ինստիտուտ կար Sirius ոչ միայն ներդրումային կազմակերպություն, բայց նաև հսկայական Sirius գործարան Աբովյանում կիսահաղորդիչների ու պատվիրատուն եղել է խորհրդային պետությունը, որն ունեցել է ավտոմատիզացման խնդիրներ։ Ու եթե վերցնում ես քո գիտական աշխատանքը ու product-ը, պետք է մեծ բնակչություն ունեցող տնտեսությունների համար։ Բնականաբար քեզ էլ է պետք, եթե 3 միլիոն ես, էլի կապ չունի, քանի միլիոն ես, բայց էլի ավտոմատիզացումը տալիս է ծոր առավելագույն որակով ծառայություններ։ Բայց հիմա պատկերացրա, եթե մենք գնում ենք դեպի այն մյուս ուղղությամբ, դու հավատում ես, որ մենք կարող ենք ստանալ բավականին մեծ պատվերներ, որ մենք ունենանք գիտնականներ, ունենանք, չգիտեմ, մարքետոլոգներ եւ այլ, որ Հայաստանում պահենք, այն մեծ շուկաներից դու տեսնում ես, այդ պոտենցիալը որպեսզի ստանանք, այդ խնդիրները, որ մեր դեմ դնեն, ու մենք լուծելով կարողանանք մեր երկիրը պահենք։ Դե հենց սկզբից, որ ես առաջի անգամ վարչապետի հետ հանդիպեցի, իրեն առաջարկեցի տեխնոլոգիական առևտրայնացման գրասենյակ բացվել Հայաստանում, հետո որը քննարկվեց էկոնոմիկայի նախարարի հետ եւ մնացած մեր ներկայացուցիչների հետ պետության ու մի քանի տարի շատ մեծ ջանքեր դրեցինք, որ այդ գրասենյակը հիմնվի, որոշ հաջողություններ եղան, հաշվի առնելով մեր սովետից ստացած ժառանգությունը, ու ասեմ ամերիկացիները մեզ շատ օգնեցին, իրենք գալիս էին տեխնիկական աջակցություն մեզ տալիս էին։ Իհարկե մենք շատ մեծ պոտենցիալ ունենք, այստեղ հարցը այն է նորից ինստիտուտների ձևավորում իմ կարծիքով պետության կողմից պետք է հստակ ինստիտուտներ լինեն, որոնք կզբաղվեն սիստեմատիկ ստեղծման էկոսիստեմի բայց նայ, էլի այդ ինստիտուտները եթե կան, բայց իրենք պատմական շփվել են ռուսական ինստիտուտների հետ։ Վերցնենք մեր ԱԱՑ-ից սկսած, վերջացրած, չգիտեմ, բոլոր մինիստրությունները, նախարարությունները, եթե համատենք թե ինչքան գործողումներ ունեցել են, ու ինչ լեզվով են խոսում, դուրս է գալիս կապը տասնյակ տարիներ ձևավորել է մի ուղղությամբ։ Ու եթե մենք հիմա երևի ինտերվյու խնդրենք տալ անգլերենով, դուրս կգա, որ մեր պետական ապարատի մեջ անհամեմատ ավելի քիչ քանակությամբ մարդ տիրապետում է անգլերենով, քան օրինակ ռուսերենով։ Կոկացիկով այդ ինստիտուտների պակասությունը թե կապի պակասությունն է, որ օրինակ մենք ամերիկյան ինստիտուտների հետ կապ ունենայինք, ու այդ կապը ոնց որ աշխատող լիներ։ Համաձայն եմ, կապի պակասությունը ենթադրենք, մենք համարյա թե չունենք առևտրի կծորդներ։ Ուրիշ երկիրները ոչ թե միայն մեկ առևտրի կծորդ, բայց առանցին տարբեր երկրներում դեսպանատանների կից առևտրի կծորդների գրասենյակներ ունեն, պալատներ։ Մենք մի քանի առևտրի կծորդ ունենք, որոնք զբաղվում են առևտրի եւ տնտեսության հետ կապված հարցերով տարբեր երկրների հետ։ Մնացած դեսպանատան դիվանագիտական աշխատանքներ են, որոնք բավական երկարաժամկետ են, բայց պրակտիկ գետնի վրա աշխատանքները շատ քիչ են զբաղվում։ Գիտես, որ մեր ոլորտում մենք խնդիր ունենք, ներդրումային ոլորտը, եթե դու ներդրում ես անում ամերիկյան բաժնետոմսերի մեջ ու ստանում ես դիվիդենդ, քանի որ Հայաստանն ու Ամերիկան չունի երկկողմանի հարկման պայմանագիր, համաձայնագիր, Հայաստանի ինվեստորը մուծելու է 30% հարկ։ Իսկ Ղազախստանի ինվեստորը մուծելու է 10% հարկ։ Դուրս է գալիս Ղազախստանը անհամեմատ ավելի պատրաստ է Ամերիկայի հետ ունենալ հարաբերություններ ու նաև բանկային կորհարշիվները։ Ղազախստանում ներկայացված է մինիմում 3 բանկ ու գործարքների մեծ ծավալը անգամ ռուբլիով, դոլարով, տարբեր արտաժույթներով կատարում է մեծամասամբ ղազախական բանկերում ու ավելի քիչ Հայաստանում։ Հայաստանում մենակ 2 բանկ է ամերիկյան ներկայացված, որպես կորհարշիվ ներկայացնող։ Ու ինչքան գիտեմ, ես հարցրել եմ մեր նախարարների նախկին եւ ներկա, բոլորը ասում են, հասել ենք այն պահին, որ Ամերիկայի կողմից եկել է մի հատ կին կամ հաստ ակնոցներով տղամարդ կամ կին ու բացատրել է, որ տվեք ինձ օրինակ, որ դուք փող եք կորցնում կամ ձեր ներդնողները կամ ձեր ձեռներեցները գումարի խնդիր են ունեցել, որ այդ երկկողմանի հարկման
երկհարկման համաձայնագիրը չկա։ Իրականում դա հիմքն է, որ ցույց է տալիս, որ Հայաստանի ու Ամերիկայի մեջ մինիմալ է հարաբերությունները, միայն sense գեոպոլիտիկ հարաբերություններ են ու մենք ոնց որ visual thinking, այսինքն ներկայացնում ենք ինչ որ ուզում ենք որպես իրականություն։ Երբ որ Ամերիկան շահագրգռված է, իր կորպորացիաները ներկայացած են այդ երկրում ու նաև կա երկրների մեջ պայմանագրեր։ Ես առաջի անգամ տեսա, որ հնարավոր է, երևի վերլուծեցի, չտեսա այդպես օրինակ, երբ որ Ամերիկայի ու մյուս երկրի հարաբերությունները կոչվեին ռազմավարական, այսինքն ստրատեգիկ, բայց այդ երկրները չունենային double tax treaty իրար մեջ։ Հայաստանը երևի ունիկալ кейս է։ Ինչ ես կարծում, Ամերիկայի կորպորացիաները կարող են տեսնել Հայաստանում պոտենցիալ, որպեսզի շրջանը ոնց որ քո ասած Nvidia-ի кейսում, երբ որ Flybird ֆոնդի հետ համատեղ ձևավորում են այդ data կենտրոնը, ունենա ռազմավարություն, որպեսզի շրջանում ինքը ներկայանա Հայաստանի միջոցով։ Եթե Հայաստանը կամուրջ է, ամենահարմար ճանապարհը շրջանի բոլոր երկրներին կլինի կամուրջի միջոցով, եթե կամուրջում կանգնածես, բոլորին ամենաշուտն ես հասնում։ Ինչ ես կարծում, կա այդ պոտենցիալը։ Ես հստակ տեսնում եմ, որ կա, նամանավանդ հիմա որ ներգրաված եմ այդ բիզնես միսիա, այս բանին շատ փակագծերը չեմ կարող բացել, բայց առաջի անգամ ասում եմ դրա մասին քիչ թե շատ, որ Ամերիկայից պետք է բերենք տարբեր ոլորտների կայացած մարդկանց Հայաստան ու տեսնում ենք շատ հետաքրքրություններ, նամանավանդ այս վերջերս Սյունիքի մարզում էի, մեր հարգելի ում մասին միշտ ասում եմ, Ռաֆի Բակջանը միշտ ասում է, որ խորհուրդ կտամ մի օր հրավիրես podcast, Հետա չկա։ Միշտ ասում է, որ Սյունիքը մեր ռազմավարական մարզն է ու այնտեղ գիդրակայան Ամերիկայի կողմից նաև մասնակցության ստեղծված գիդրակայան Ամերիկայի դրոշը դրած կողքը Իմ կարծիքով արդեն գոյություն ունի, չէ՞, Որոտանի կասկադը, իրականում այդ միակ պրոյեկտն է ներդնողի տարածաշրջանում։ Իմ կարծիքով բնականաբար իմ կարծիքով իրենց համար այդ լավագույն պրոյեկտն է։ Այդ տեսակի հիդրոկայան ունենալը։ Ու ես արդեն մի հոգի տարա Ամերիկայի, ասեմ, մեր հայ ներդրողներից մեկը, որը շատ պուբլիկ մարդ չի, իր անունը չի շրջանցում, բայց շատ կայացած Վաշինգտոնից մի ներդրող է, իրենք ակրաս մենք տարանք Սյունիքի մարզ, ցույց տվեցինք պոտենցիալը, որտեղ կարելի է իր ծրագրերը իրականացնել ու իրանական մարդիկ արդեն շատ ավելի հետաքրքրություններ ցույց տալիս են, ոչ միայն հայերը։ Ամենամեծ մարտահրավերը, որ դու տեսնում ես, երբ որ ներկայացնում ես ներդնողներին Հայաստանի պրոյեկտները, ու ինչ ոլորտի պրոյեկտներ ես մեծամասամբ ներկայացնում, քո կարծիքով որ ոլորտը ամենամեծ պոտենցիալ ունի Հայաստանում զարգանալու։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Այս վերջերս երկրի պատիվ ունեցա երկրի նախագահի հետ մասնակցեցի ՄԱԿ-ի ներդրումային սամիտում Իսպանիայում մի ամիս ու կես առաջ մոտավորապես ու այնտեղ իհարկե պարոն նախագահան ինքը բացման խոսք ասեց երկրի մասին երկիրը ներկայացնեց ես էլ առանցին արդեն պանելային քննարկմանը ներկայացրեցի որոշ ներդրումային ծրագրերը եւ պոտենցիալը, որոնցից մեկն է կանաչ տնտեսությունը։ Հիմա շատ մեծ ծրագիր էլի Ռաֆի Բակջան իրանց խմբի հետ անում ենք բիոգազի մեծ ֆակտորիներ, կլաստերային ծրագիր է։ Ու իմ կարծիքով, եթե մեծ ներդրումների մասին է խոսքը, հենց գյուղատնտեսական վերամշակման շնորհիվ ստանալ գազ, որ նոր հիմա ուղղակի ցնդում է օդի մեջ է, բայց կարող է նաև օգտագործվել։ Դա ծրագրերից մեկն է տարբեր ալտերնատիվ էներգետիկայի հետ կապված
ծրագրերը ինձ բավական էսպային երկու մարզի մարզբետները դիմել են, որ իրենց մարզ բերենք աղբի վրա մշակման գործարաններ, որովհետև շատ քրիտիկական կարևոր թեմա է։ Տուրիզմի հետ կապված իհարկե tech ոլորտը, ստարտափ էկոսիստեման իմ կարծիքով մի քիչ այդքան է շատ զարգացած չէ, ինչքան մենք ներկայացնում ենք, բայց մեծ պոտենցիալ ունի հաշվի առնելով մեր սփյուռքը։ Ու նորից գիտես ասեմ relations-ի մասին ու մարդկային հարաբերությունների մասին, թե բոլորս գիտենք, որ հաջորդ տարի COP17-ը Հայաստանում պետք է լինի կենսաբազմազանության սամիտը ու այդպես ներքին պայմանավորվածություն կար Ադրբեջանի հետ, որ Ադրբեջանում ոչ թե պայմանավորվածություն, բայց համաձայնություն չխանգարելու, որ Ադրբեջանում կընդունեն COP29-ը էներգետիկա էկոլոգիայի սամիտը ու հաջորդը Հայաստանում կընդունեն COP17-ը հաջորդ տարի։ Բայց նայեք նորից ինչպես ստացվեց Կոլումբիայում պետք է ընտրեին, որ երկիրը կլինի ընդունող երկիր COP17-ի, ու Ադրբեջանը առաջ ընկավ, փորձեց էլի շրջանցել, որ COP17-ն էլ Ադրբեջանում։ Բայց նայեք նորից հարաբերություններից ելնելով երկրի նախագահ որոշեց, որ անձամբ ինքը գնա ու մասնակցի ներկայացմանը, ասավ ու այնտեղ արդեն ազնական շփումների ժամանակ ներկայացրեց Հայաստանը մարդկանց անձամբ ու իհարկե public speech-ի ժամանակ հասկացան, որ Հայաստանը ընդունակ է ընդունել այս սամիտը ու մի ձայնով հաղթեցինք։ Հիմա իհարկե շատ մեծ գործ պետք է արվի մի տարի, բայց որը նաև կբերի մեծ միջազգային ներկայացություն, ճանաչելիություն մեր երկրի համար։ Չգիտեմ, քանի երկրի, տասնյակ երկրների ղեկավարությունները սպասվում են, որ պետք է գան Հայաստան։ Նորից Իսպանիայի Investment Summit-ը, MACI Investment Summit-ը, որ մասնակցեցինք, եթե մարդը ինքը շատ սահմանափակ չի, եթե մենակ պրոտոկոլով չի ղեկավարվում, բայց կարող է մի որոշ քայլեր անի ոչ պրոտոկոլային, բայց նպատակին հասնել, ինչպես Կոլումբիայի օրինակը, ես տեսա, որ ICC-ի մասին է խոսքը, միջազգային առևտրի պալատը համակազմակերպիչն էր սամիտի։ Միջազգային առևտրի պալատը Հայաստանում բավական նոր է, բայց միջազգային շատ հզոր ռեսուրս է, շատ հզոր գործիք է։ Միայն Չինաստանում մի 300,000 անդամներ կա, Կատարի մասնաճյուղի ղեկավարը ինքը ամենամեծ բիզնեսմեններից մեկն է, թագավորական ընտանիքի բարձրագույն անդամ է։ Ու այնտեղ տեսա, որ նաև գլոբալ ղեկավարը ինքը սամիտի կոպրեզիդենտն է։ Իրեն միանգամից գրեցի, ասեցի, ես շատ կուզենամ, եթե իհարկե պարոն նախագահի մոտ ստացվի, ձեզ ծանոթացնեմ, ու պարոն նախագահն էլ հետաքրքրություն հայտնեց, երկու պրոտոկոլները համաձայնեցրեցին ու ընդամենը 2 ժամվա մեջ ստացվեց հանդիպումը, որի շնորհիվ որոշվեց, որ ICC Global-ը կփորձի իրենց գլոբալ նաև ամերիկյան եւ միջազգային լավագույն ամենամեծ կորպորացիաները, որոնք անդամ են ICC-ի, ներգրավի որպես պարտներ կազմակերպություններ կոպի Հայաստանում։ Հիմա այդ քննարկումներ են գնում, մի փոքր օրինակ, որ մի փոքր քայլից կարող է բանակցությունների ժամանակ մեծ արդյունքներ ստանանք։ Դու շատ դետալներ ես տալիս ու ես վստահ եմ, որ մեր ով որ մեզ լսում է, իրենց համար այդ նորություն է, որովհետև ոչ մի նորությունների մեջ նշված չէր այդ հսկա աշխատանքը, որ եղել է, ու այդ աշխատանքը բերել է իրոք արդյունքների։ Եթե համեմատենք թե մեր մրցակիցները որ չեն հանգստանում ու չեմ տեսնում, որ իրենք կուզենային մեր հետ համագործակցեն, այսինքն sense
հաղթանակողի կամ չգիտեմ նսեմացնողի դերում ուզում են շարունակել ապրել, երևի ներքին պոլիտիկայի խնդիր է, բայց եթե համեմատենք օրինակ քո փորձը, երբ որ դու նոր սկսել էիր աշխատել բանում նորություն եւ ձեռներեցության ազգային կենտրոնում ու հիմա ինչ ես կարծում մենք որպես երկիր արդեն ավելի հասուն ենք որպեսզի շփվենք այդ միջազգային կորպորացիաների հետ ու մեր պրոյեկտները ավելի հետաքրքիր դարել են չնայած ես հիշում եմ որ այն գլխից որ մենք խոսում էինք կար պրոյեկտներ որպեսզի լիներ Գյումրի dry port միջազգային հաբեր բայց եթե համեմատենք հիմա մի քիչ պրոֆիլը փոխվել է պրոյեկտների, բայց էլի մոտավորապես նույն ինտեգրացիոն պրոյեկտներն են։ Ինչ ես կարծում, հիմա ոնց որ մեր պրոյեկտներն են փոխվել, թե մեր հանդեպ վերաբերմունքն է սկսել փոխվել։ Համաձայն եմ, որ մեր հանդեպ վերաբերմունքն է փոխել նորից մեր որոշ քայլերից հետո, բայց պրոյեկտների վրա շատ դեռ աշխատանք կա, ես չեմ տեսնում, որ շատ փոխվել են պրոյեկտները, մենք պետք է շատ մտածենք ու պրոֆեսիոնալ, եթե դաժե մենք չգիտենք ինչ ներկայացնենք, խնդրենք այն մարդկանց, ով փորձ ունի, կան մեզ օգնեն, որ ճիշտ պատտավորենք եւ ներկայացնենք այդ պրոյեկտները, որոնք երկրին կառաջացեն։ Հիմա մի փոքր ուզում եի որ ավելի թեթև հարցերի քննարկենք, օրինակ բլիցի տարբերակով կարաս հիշես, վստահ եմ, երբ որ դու աշխատում էիր նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնում, բնականաբար քեզ դիմել էին, որպեսզի դու ֆինանսավորում գտնեիր ամենա խենթալի պրոյեկտը, որի համար դիմել էին, որ դու ֆինանսավորում գտնեիր։ Շնորհակալություն լավ։ Դե այս մի գիտնական դիմեց մի քանի որ գիտնականների հետ շատ ենք աշխատում ու շաբաթվա մեջ տասնյակ պրոյեկտների համար էին դիմում մի գիտնական դիմեց մի պրոյեկտի համար որը մենք ուրախությամբ sense ողջավորվեցինք լավ պրոյեկտ է տվեցինք փորձաքննմանը եզրակացությունը եղավ որ այդ գիտական աշխատանքը ֆիզիկայի օրենքների դիմաց է օրինակներից մեկը շատ հասկացա որ պետք է հասկանանք խորը պետք է հասկանանք իսկ օրինակ ինչ տեխնոլոգիա է որ քո կարծիքով մեծ ապակա ունի ու դու կներդնեիր այդ տեխնոլոգիայի մեջ ես կներդնեի հա իհարկե ամբողջությամբ չէ, բայց որոշ կապ ունեցող սեմիկոնդուկտորների chip design այդ տեխնոլոգիաների հետ կապված ու մենք ակին ուժեղ ենք, չէ՞։ Մենք շատ ուժեղ ենք, բայց Հայաստանը ուժեղ է որպես subcontractor, այսինքն որպես ինչպես ասում եմ ինքերը աշխատանքային ուժ չէ այդ ոլորտի մեջ որտեղ որպես աշխատող ենք այդ ոլորտի ձգում ոչ թե որպես սեփական բրենդ ունեցող chip designer վերջի սեփական հայկական կազմակերպությունով chip design-ում կար վաճառվեց ինչքան հիշում եմ AMD-ին չէ մայկրո չգիտեմ ինչ էր անում այդ կազմակերպության համենայն դեպս սեփական կազմակերպությունով chip design-ը զբաղվում չունենք չէ Սեփական առանցին կազմակերպություն ես չեմ հիշում որ կա, բայց կան հայեր մարդիկ, որոնք աշխատում են միջազգային կազմակերպություններում, որոնք ոչ թե որոնք աշխատում են արժեք են բերում ու իհարկե data կենտրոններ, AI-ի հետ կապված տեխնոլոգիաներ, հիմա ես կարծում եմ դա առաջ կարծում կարևոր է ունենալ սեփական պատվիրատուն տեխնոլոգիական ոնց որ product-ի օրինակ մեր ռազմական ուժերը կարող են լինել մեծ պատվիրատու, որպեսզի եթե օրինակ ունենք chip designer, ինքն ամերիկյան համակարգի համար են աշխատում, բայց նաև ունենային մի հատ էլ պատվեր, որ դիզայն ունենային մեր բաների համար, սեփական տեխնոլոգիաները ձևավորելու համար։ Բայց դրա համար օրինակ ամերիկյան կազմակերպությունը չի լինի պատվիրատուն կատարող։ Քո կարծիքով մենք օգտագործում ենք այդ ուղեղները, որոնք որ փորձ են ձեռ բերել միջազգային կազմակերպությունում, որպեսզի նաև աշխատեն Հայաստանի էկոնոմիկայի համար։ Հիմա ավելի շատ նույն այն մարդը, որ ես ասեցի Վաշինգտոնից, ինքը հենց մոտավորապես այդ տեխնոլոգիաներով զբաղվում էր Ամերիկայի ԲՆ-ի համար տասնյակ տարիներում։
ու արդեն որ վերջացրեց, ավարտեց իր կորսերը, հիմա իր փորձը փոխանցում է նաև Հայաստանի համար ու ես ասեմ իրենց նման մարդիկ բավական շատ են, բայց եթե տոկոսային վերցնենք, մենք շատ չենք օգտագործում։ Այսինքն մենք ունենք Սփյուռքի ու Հայաստանի մեծ խնդիր, եթե Սփյուռքի պոտենցիալը մենք ճիշտ գնահատենք ու օգտագործենք, կապ չունի այդ Սփյուռքը որտեղ է, Ավստրալիայում, Ամերիկայում, թե նույն Ռուսաստանում, այդ դեպքում մենք Հայաստանը կարող ենք ավելի լավ զարգացնենք։ Ես տեսնում եմ շատ մեծ բաց է ու ինչ կան ես զարգացումները տեսնում եմ ավելի զարգանում է, բացվում է, բայց մեզ իմ կարծիքով քիչ ժամանակ է մնացել, կամ մենք օգտագործենք այդ պոտենցիալը կամ ուշ շուտ կկորի։ Երկու խոսքով կարաս բնորոշես քո սեփական ներդրումները։ Դու լինելով պետական գործիչ, ունեիր սահմանափակումներ, որպեսզի կատարեիր սեփական ներդրումները ու այդ սահմանափակումները ունենալով հիմա ինչպես ես ձևավորում քո ներդրումները, երկարատև, կարճատև։ Դե հա որպես 100% պետական գործիչ ես միայն կարող էի գումար ստանալ իմ միայն աշխատանքավայրից դրանից առաջ մենք միայն ներդրում անում էինք ինչպես գիտես Արարատ ջան մեր անձնական բիզնեսների մեջ հիմա բայց ես գիտեմ որ անգամ նորոգումը նորարարություն եւ ձեռարարության ազգային կենտրոնի դրիվ կատարել ես դու քո սեփական գումարով չնայած դա պետական կառույց է կարելի ասել որ դու ներդրումներ կատարել ես ճիշտ ասած որ հասկացա թե հին շենքը սովետի ժամանակ շատ լավ շենք էր մեծ բայց որ մարդկանց ընդունում ես ու բավական բարձր մագարտակի մարդկանց մտածում եք գոնե մի հարկը քիչ թե շատ վերանորոգենք որ սենց սիրուն ընդունենք մարդկանց որ ֆինանսական վարչություն զանգահարեց ասեցի թե հասկանում եմ որ դժվար կլինի պետությունից գումար ստանալ վերանորոգման համար մենք կարող ենք մենք մի փոքր մեր գումարներով վերանորոգենք կարող է դա խախտում է ով գիտի ասում են առաջ անգամ sense բան ենք լսել բայց չէ խախտում չի կարող եք անենք արեցինք ու քիչ թե շատ կարգի բերեցինք բայց ես կողմ եմ դիվերսիֆիկացնել ներդրումները արժեթղթերի շուկայի մեջ նոր ուզում եմ մտնել ու հուսով եմ Sirius Capital-ը մեզ կար ինձ կօգնի այդ հարցերով Արարատ ջան անշարժ տնտեսությունները համարվում են զարգացած, եթե ոչ թե միայն բանկային շուկան գոյություն ունի, նաև ֆինանսական կապիտալի շուկա գոյություն ունի։ Այդ դեպքում դրսի ներդրողների համար ավելի հարմար ստանդարտիզացված ինստրումենտներ կա, որպեսզի գնեն պարդատոմս կամ բաժնետոմս, դրա համար է զուտ մեր ջանքը ու մենք իրոք շնորհակալ ենք, որ դու անում ես մեծ աշխատանք, որպեսզի նախ այդ վստահության խնդիրը հաղթարես Հայաստանի ու միջազգային կառույցների մեջ իրականում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել վերջի 4 տարվա մեջ ես կասեի 3 տարվա մեջ այդ ճանապարհը իմ կարծիքով մյուս երկրներն անցնում են 10 տարվա մեջ ու հիմա մնաց մի քիչ էլ որպեսզի ավելի հիմնավոր տեսնենք միջազգային կորպորացիաները Հայաստանում ու այդ կտա երևի գեոպոլիտիկայի մեջ ավելի sense կոչեցյալ sustainability, այսինքն ստաբիլությունը մեր երկրի համար։ Օրինակներից մեկը նորից մեր Սփյուռքի կամ ոչ միայն Սփյուռքի relationship-ի communication-ի արդյունքը Դուբայում էլի մի հանդիպում կար իդեպ որը հայի միջոցով ես ծանոթացա մի ներդրումային ֆոնդի ղեկավարի հետ քննարկումների ժամանակ ասեց բայց ինչու չեք ուզում փորձել բերել Հայաստան տեկ գիգանտների ներկայացությունները ասում եմ ինչու չենք ուզում շատ ենք ուզում ասում է թե ասա ինձ Dubai Internet City կա որը մի մարդ էլի իր անձնական ռեսուրսով իհարկե մեծ գումարներ ունենալով գնաց բերեց միջազգային տեկ կորպորացիաների ներկայացությունները ասում է ինքը դե անցավ որոշ ճանապարհ որ իրենց բերի արի ես ցանոթացնեմ միանգամից իր հետ էլ որոշ համագործակցություն ունենակ կամ ինքը կարող է ես չեմ կարծում որ ինքը դեմ կլինի կիսվի իր փորձով ինչպես բերել է կամ մենք 0-ից գնանք փորձենք բանակցենք կամ արդեն best practice-ը վերցնենք մանավանդ կապ իրենց օգնությամբ բերենք այդ ներկայացությունները իրակ զարմանալի թե ինչու մինչև այդ չի արվել այդ գործը ու ցավալի է որ
օֆիցիալ մինչև հիմա չկա Investor Relations Armenia-ի պաշտոնը, քանի որ այդ պաշտոնը իրականում շատ կարևոր պաշտոն է կլիներ, որն որ կուղղորդեր տարբեր մինիստրություններ, տարբեր նախարարություններ ու տարբեր ոլորտի խաղացողներին կապը դրսի հետ, բայց ունենալով նախնական այդ վստահելի հարաբերությունները։ Ես գիտեմ, որ տարբեր երկրներ ու իրականում ունեն այդ դերը, ու այդ դերը, ինչ ասեմ, ինքը կարող է շատ ֆորմալ չի, բայց ոչ ֆորմալ ինքը փոփոխում է ընդհանուր իրավիճակը։ Եթե վերցնենք, ինչ ես կարծում, 1 տարի հետո եթե հանդիպենք, ինչ կփոխվի ներդրումային ոլորտում, այսինքն ինչ ներդրումներ կսպասվեն Հայաստանում ու գիտենալով որ կոպն է լինելու, միջև կոպը կամ կոպից հետո ինչ ակնկալիքներ ունես մի տարվա մեջ։ Ես ուզում եմ մի տարվա մեջ գոնե իհարկե հաշվի առնելով որ սպասվում է կոպը, բայց հիմա բանակցությունների մեջ ենք մի լավագույն ներդրումային պլատֆորմների հետ, որ Հայաստան բերենք Global Investment Summit մի կայացած պլատֆորմի միջոցով, եթե բերենք դա արդեն պրակտիկ գրալ ներդրումային ծրագրերը, իհարկե ծրագրերը մի կողմ, բայց կգան այն մարդիկ, որոնք այնքան մեծ փորձ ունեն ու պատրաստակամ են, եթե գալիս են այդ պլատֆորմի միջոցով Հայաստան, դա մեր համար կլինի մեծ շանս իրենց ներկայացնել, ներգրավել Հայաստան։ Մենք մտածում ենք մեր սամիթը անենք ներդրումային, բայց 0-ից նորից կառուցել իմաստ չկա։ Ավելի լավ է կայացած ֆրանչայզը բերենք։ Եթե դա մի տարվա ընթացքում կարող է տարի ու կես ստացվի, ես կարծում եմ էկոսիստեմայի լավ փոփոխություն կբերի։ Իրականում ես նկատել եմ, որ բոլոր ֆորումները, որ Հայաստանում կատարում են, չեմ ասում պետականների, բայց մասնավոր ներդրումային ոլորտի հետ կապված, մեծամասամբ դրա ավարտվում է ուղղակի կենացներով ու ոչ մի ռեալ մեծ գործարք կամ ներդրում չի ստորագրվում։ Հույսով եմ, որ Global Investment Summit-ը եթե ստացվի բերելը, կամ չէ, երբ որ ստացվի բերելը, անպայման կբերի, որ ունենանք մուլտիմիլիարդ դանոց գործարքներ։ Շնորհակալություն Հայկյան գործնեության համար, իրականում բոլորիս համար շատ կարևոր է։ Շատ շնորհակալություն։ Ու քանի որ մեր ընտանիքները Հայաստան հետադարձ են, իմ պապայի կողմից մենք ստացել ենք ժառանգ, կարելի ասել, գինու այգիներ, խաղողի այգիներ ու մեծ հավատք, որ կարելի է կառուցել նոր Հայաստանը։ Ես ուզում եմ քեզ փոխանցել մեր գինին, մեր ընտանիքի կողմից։ Գիտենալով, որ դու նաև ու ձեր ընտանիքը ունի մեծ հավատք, որ կարելի է Հայաստանում կառուցել հզոր, հետաքրքիր, զարգացած երկիր, հենց որ հաջողություն եւ շնորհակալություն, որ այցելեցիր իմ ոդկասթը։ Շատ շնորհակալություն Արարատ ջան, այս պատմության մասին գիտեմ, շատ ողջավորված եմ որպես օրինակ ու շուտով պետք է լավ հույր բերեմ քո գործարան, որ այս լավ գինին փորձենք միասին։ Շնորհակալություն։